Աստված գուտա խոստումներ եւ ոչ բացատրություններ։ Սիգա սկզբունք մնե աստվածաշնչական, սկզբունք մնե, որ գվերապերի Աստծո եւ կարևոր է ճանչնա հավատացյալը, որովհետև եթե հավատացյալը չըմբռնե, չհասկնա այս իրականությունը, այս սկզբունքը, պիտի չգարենա Աստծո հետ հաշտ գալել, պիտի չգարենա Աստծո հետ համաձայն ըլլալ իր սրտի մեջ, նույնիսկ եթե ինքը արդակնաբես համաձայն երևի թվի, արդահայտվի, որևէ բարդականությամբ ցույց տա, փորձել ցույց տալ, բայց պիտի չհաջողի ինքը Աստծո հետ սրտի մեջ հանգիստ գալել եւ սատանան այդ արիտները կգործածե իրեն միայն այդ արիտները ծերնդու են, ուրիշ միջոց չունի մեզի Աստծո հերու բահելու։ Անորոմար աստվածաշնչական այս սկզբունքը լավ ճանչնալու ենք բոլոր հավատացյալներս եւ ոչ թե միայն իբրև գիտություն ճանչնալու ենք, հսկելու ենք մեր ամբողջ կյանքի ընթացքին, որովհետև Աստծո խոստումները մեր կյանքի մեջ ծարիմը արմատին պես դարածված են, ծարիմը ջուղերում պես, դերևներում պես դարածված են եւ մեր մարմիններուն ու կյանքերում մեջն է, որ իրենց բդուղները կբերեն եւ հետեւաբար մենք չենք կնար իբրև գիտություն առնել, պետք է գարենանք տեսնել ամենօրյա մեր կյանքի ընթացքին, ամենօրյա կյանքի ընթացքին յուրաքանչյուր պատահած բանի մեջ պետք ունենք տեսնել, զանազանել Աստծո խոստումը եւ բացատրություններու ակնկալությունը։ Գարտամ Եբրայեցիս 10:23-24-ն տեսեք ինչ կսե անխախտ բահենք, կովինի դսե անխախտ բահե, անխախտ բահենք այն հույսը, որ գտավանինք, այն ինչ որ մենք գտավանինք, անխախտ պետք է բահենք, ուրեմն սա կնշանակե չի փավեր, որ մենք թավանողները լանք, խոսողներ, վկայողներ, խոստովանողներ, մենք պետք է այդ խոստովանությունը, այդ թավանանքը հաստատ բահենք իր առօրյային մեջ, անխախտ բահենք այն հույսը, որ գտավանինք, վստահ լալով, որ Աստված հավատարիմ է իր խոստումին, Եբրայեցիս 10:23-24 24-ի մեջ կսե հոգածու ըլլանք իրարու հանդեպ սիրո եւ բարի գործելու մղելու համար։ Աստված գուտա խոստումներ եւ ոչ բացատրություններ ակնկալելով, որ վստահենք իրեն եւ ոչ թե լման հասկանանք։ Տեսեք, Աստծո ցևը ընդհանրապես գհագարագի մեր մարդկային դրամապանական ցևին, նույնիսկ մեզի, որ շատ անգամ բծախնդիր մարդիկ ենք, կուզենք ամեն ինչ լիուլի ինել, անորամար ամեն բան հստակ կուզենք գիտնալ, չէ՞, գործ մդրվին է ամեն ինչ պետք է հստակ դասավորենք, ամեն ինչ դեղին գիտնանք, որևէ խախտում պիտի չունենք եւ այլն, բայց կնկատենք, որ Աստծո ցևը, հավատքի ցևը, Աստծո հետ հարաբերելու ցևը, Աստծո խոստումներու մեջ գտնվելը, Աստծո խոստումները վայելելը ընդհանրապես ագարակ է այդ մարդկային դրամապանական ցևին։ Աստված խոստում գուտա քեզի, կանոք է Աստծո խոստում լսած է ասկի առաջ, Աստված խոստում գուտա եւ ոչ բացատրություն։ Եթե թուն քու ստացած խոստումդ գախյալ բահես, լավ մտի գրե, եթե քու ստացած խոստումդ գախյալ բահես, ստանալիք բացատրութենետ, թուն մեծ հավանականությամբ չես կնար վայելել խոստումը,
Խոստումները, որոնք Աստված կուտա, միշտ այնպես չէ, որ ըսավ եւ եղավ։ Խոստումները շատ անգամ գախյալ են մեր առօրյայեն, խոստումները գախյալ են մեր հնազանդութենեն, խոստումները գախյալ են մեր ենթարկվելեն, խոստումները շատ անգամ գախյալ են մեր մոդեցումեն, ինչպես գմոդենանք, ինչպես գհարապերինք Աստծո հետ։ Աստվածաշունչի մեջ 5-7 դարբեր տեսակ մարգարեություններ ու գադարումներ կան, որոնք բոլոր այս բաները կհաշվեն։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ մենք, երբ Աստծո խոստումներ կառնենք, մենք Աստծո վստահենք եւ մենք մարզվենք վստահելու եւ ոչ թե Աստծո խոստումին ջամփու մեջ քալելու համար ամեն վարքյան իր մե բացատրություն ակնկալենք։ Քանի օքի հասկացավ, քանի օքի իր կյանքը գտեսն այսպիսի վիճակի մեջ, որ շատ դարված է եւ անպայման պետք է բացատրություն ունենա։ Հոսարակյալ գսե մենք հավատքով կգալենք ոչ դեսությամբ, եթե բամը արդեն դեսանելի իլա հավատալի բեք չունենար։ Քո ամբողջ էությունը հիմնված է հավատքի վրա։ Կիսադեններ կմտածեմ, արդյոք երբ երկինք երթանք, արդյոք երբ փառավոր այս ինքնությունը դերոճմով ցերկ բերենք, մենք Աստված լման պիտի ճանչնանք իր անեղությանը համաձայն։ Ես կհարցնեմ, թեև Աստվածաշունչը գսե, երբ անոր հանդիպինք, անորպես գադարյալ պիտի լանք, լման պիտի ելանք, ես դա գավին ես ինձ հարց կուտամ։ Որովհետև Աստված այնքան խորունգ է, ուր ինչպես առնես, որ առնես, կմտածեմ, չեմ որոշեր։ Օրինակ եկեք առնենք Աստվածաշունչեն, որոնք շատ են, շատ են։ Աբրահամը օրինակ առնենք։ Տեսնելու համար սիրելիներ, որ Աստված ինչպես կխոստանա, եւ հավատացյալին ճաշտոնը եւ թերը ինչ է խոստումներուն հանդիպելու համար, եւ հավատացյալը խոստում առնել է իդ ինչպես պետք է կալե, որովհետեւ իր դիմաց ուրիշ պայմաններ կան եւ բարականեր կան, որոնք հագարակը կբացադրեն, կփորձեն իրենց հագարակը խոսիլ։ Աբրահամ խոստումը ստացավ դերոճմեն, որ ինքը պիտի լա բազմության հայր, մեծ հայր։ Ծննդոց 12:1-3 կսե դերը ըսավ Աբրամին քու երկրեդ եւ քու ազգականներեդ ու քու հորդ դունեն քնա այն երկիրը, որ ես քեզի պիտի ցուցնեմ։ Այսպես բամ երբ մտածես Աստված քեզի իսե ելաս երկիրեն, ես կուզեմ երտաս այդ երկիրը, որ ես քեզի պիտի ցուցնեմ, առաջին միտքը որ գուքա մեջը ծառերուն վրա ոսկի գախված են, դոլար գախված են, եւ որ երտաս պիտի հավաքես գերագուրի պես կրբանդ լեցնես։ Քանի օքի համաձայն է հետս, եւ որ Աստված խոստում դա միջապես գագնգալես, որ այդպես պիտի ելա, Աստված խոսեցավ վերջապես ուրիշ ինչ պիտի ելար, չէ՞։ Գմորնաս ամեն ինչ, ամենը սկզբունք, ամեն պետք եւ սավ իրեն քեզ մեծ ազգ պիտի ենեմ, ոչ միայն Երևակայեց Աբրահամ, Աստվածալ իրեն թրթեց, որ Երևակայ է, քեզի մեծ ազգ պիտի դնեմ, Աբրահամ թեր բզդիկ չուներ այնադեն, գիննալ ամուլ էր, ու քեզ պիտի օրհնեմ եւ քո անունդ պիտի մեծնեմ, ու դու օրհնյալ պիտի ելլաս, վաու։ Քեզ օրհնողները պիտի օրհնեմ, ու քեզ անիծողները պիտի անիծեմ, ու երկրի բոլոր ազգերը քեզմով պիտի օրհնվին, ասկե լավ խոստում մեկը չի կրնար առնել։ Այսօր մենք լավ գիտենք Աբրահամին խոստումը ինչ է, որով Քրիստոս եկավ աշխարհ եւ փրկություն եղավ եւ դարածվեցավ մեծ էր։ Աստված մեծապես բատվեց ինք, իր բարեկամը գոչեց Աբրահամը, չէ՞։ Աբրահամը Աստծո հետ թե մարդեմ գենալով գխոսեր, դեր ինչ պիտի ուզես անգե ավելի, որ Աստված քեզի այցելության կա եւ ոչ շվարելի կերպով, հավաշատ հստակ կերպով։ Բայց մենք կտեսնենք, որ Աստված Աբրահամին խոստում տվավ։ Ակնկալելով, որ Աբրահամը խոստումին մեջ գալ է եւ ոչ մեկ բացատրություն չէր տված։ Օրինակ, Աբրահամ ճամփա ելնել է իդ համար 10-ի մեջ կսե Եգիպտոսի մեջ սովի հանդիպեցավ։
Սովի հանդիպեցավ։ Քիչ ետքը գոչումին փերը չգրծավ շալգել եւ իր որոշումով գինը պիտի գործընծներ։ Անգե քիչ մի հետ Ղովդի իր մեփաժնվեցավ թավաջանությունով։ Մինչև այսավ այն աստիճան իր առաքելության ընթացքին, որ Աստված Աբրահամի երկար դարիներու խոստացած որդին դալե յետ եւ մոտավորապես որդին դեռ 10 տարեկան էր, այսինքն խոստումը չէր իրականացած անոր կյանքի մեջ, Աստված եկավ ասելու Աբրահամին նայր ազ որդիդ, որ ես քեզի խոստումով դվի, ինձի զոհր է։ Այսօրվան քրիստոնյա հավատացյալ ընտանիքներուն, եթե գրնաս բամը խոսիր իրենց բզդիկներուն նկատմամբ, Աստված չի ցկեր, երկինք չի ցկեր, երկիր չի ցկեր, ասինչ տեսակ հավատք է գսե, ասանք բան ընդունելի չէ գսե, ինչեր գսեն։ Ասա որդիդ ինձի զոհր է։ Աբրահամի համար ծանր լուր է ասիգա, չէ՞։ Դու միսիտ վրա ասկա ընտանիքներուն մեջ։ Ծանր է։ Գիտեք Աբրահամին ինչերավ, արավ որդին, արավ իր ծառան, արավ փայդերը, ճամփա ելավ։ Երբ դղան իրեն արծուց հայրիկ փայդերը կան, զոհը ուր է, ասավ Աստված իր զոհը պիտի հայթայթե, ապահովե։ Աչքեն արցունքը չկչավ, իր դղան փամը չհասկացավ։ Որ հիմա մարդիկ կան այսօր համարցակ են հավատացյալներ գսեն, աս ինչ տեսակ հայր է։ Ան հայրը որ դու չես հավնիր, Աստված իրեն արդար սևեց։ Աստված իրեն բազմության հայր հրավ Աստծո հավատալուն համար։ Աբրահամ խոստումը ստացավ, բայց ճամփորդության ընթացքին մինչև հասնի այնտեղը, ուր Աստված իրեն գուզեր, որ ինք բնավալ ողջ եղածադենը չտեսավ, բնավ բացատրություն չունեցավ եւ ճիշտ Աստծո ակնկալածին պես կալեց, իր հավատքին մեջ աճեցավ, ոչ թե դարիները, օրերը, իր կյանքերը եւ աղոթքները անցուց բացատրություն ուզելու դրդունչով։ Հավատացյալներ կան բացատրություն ուզել են, դրդունչ ընել են զատ բամությունին, ես կսեմ մեջ ասում ժամանակնին, եթե ուրիշ բանով անցնեն, խելացի են, ամեն ինչ ունին, ինձ մե ավելի բան գիտեն, ինչ ուր դերը գրնան ասնել։ Դրդունչ, բացատրություն։ Աստծո հետ քալածադենդ խոստում կստանաս, բացատրություն չես ստանալ։ Բայց մյուս կողմը Աստծո ներկայությունը միշտ իր հետն էր։ Մենք երբ Աստված մեզի հետ կքալե գսենք, կհասկանանք, որ ոչ մեկ դժվարություն պետք է լա մեզի։ Ոչ մեկ դժվարություն։ Սովեն եւ իր գինը գործընծնել են ազատեցավ, Եգիպտոսեն հարուստ դուրս եկավ։ Հարցումս հետևյալն է, Աստված չէր գնար սովի մեջ չղրգել։ Նամակը, որ Աբրահամ հասցուց Եգիպտոսի փարավենին, ավելի կարևոր էր, թե ինքը Աստծո մարդն է։ Ուրեմն Աստված ամեն մեկ թեփքի չի միջամդեր, որ կյանքիդ մեջ կհանդիպիս խոստումին երթալու ադենդ, Աստված կսպասե, որ քու թիրքդ ճանչնաս եւ քու թիրքդ ներկայացնես, գիրարես, կորձի վերածես, ապրիս։ Եվ ինքը գիտե քու կյանքիդ մեջ են հավատարմութենեդ, ճուշկալութենեդ, բարոյականեդ, բարոյակիդութենեդ, երբ նամակը պիտի փոխանցե թակավորին, իշխանին, զորավարին, աշխարհին եւ որևէ մեկ դեղին, որուն համար ինքը բնավ հարց չունի, բայց ինքը քու կորձավորիդ պես պիտի չլա, որ ինչ ուզես քեզի պատասխան պիտի դա, քու chat GPT-դ պիտի չլա, որ երբ հարցում հարցնես քեզի պատասխան դա։ Սիգա շատ կարևոր է, որ մենք ճանչնանք։ Ղովդ աչքերով քեղեցիկ երևցած դեղը կնաց, բայց Աստծո համար զզվելի վայր մներ։ Աբրահամ Ղովդեն բաժնվել է յետ, որովհետև թշկողություն դրդունչ չրավ, Աստված իր աչքերը բացավ եւ դարձուց խոստացված երգիրը եւ դերը իրեն ցույց տավ, ասավ այս ամենը քեզի պիտի դամ, որում մեջ կրնա դեսիլք եւ իրականություն լալ։
չափովը։ Ինքը ամեն ինչ որ արավ, Աստծո խոստումին հավատարիմը լալեն արավ, ոչ թե բացատրություն ունենալեն։ Քանի օգից ես մեկ ուզե Աստծո խոստումները կատարված տեսնել։ Խոստումին բռնված մնա վստահելով եւ հավատքով։ Եվ որ խոստումին բռնված մնաս, ինչքան էլ քաղաքավար հարցում հարցնես, դակավին թուն բացատրություն գուզես եւ գետրոնացումդ բացատրության վրան է թուն խոստումին մեջը գետրոնացած չես արմատ չես նետեր։ Այսինքն եթե դիրոջ խոստումով գկալես, դիրոջ խոստումով իդի կալեմ ամեն օր մեկ անգամ հարցու ինչ դեր հիմա արդյոք բամ նորություն եղավ, բամ մգա։ Եվ որ ըլլագը գիտնաս։ Գրնաս տուն քեզ այդպես գրտել։ Եվ որ ըլլա նորությունը պիտի գիտնաս։ Երբ էման կա եւ ինձի հարցում հարցնը եւ ես իրեն ոչս եմ, ինքը անպայման մեկ հատ այո բեք կելս է։ Երկրորդ հարցումը գարցնե ուրիշ բանի համար, վերջի երրորդ հարցում գարցնե ուրիշ բանի համար։ Մինչեւ որ այո առնեմ եւ ես իրեն գսեմ, եւ որ ըլլա գիտնաս։ Եվ որ ինքնաշարժով դեղ պիտի երթանք թինան գցանցանա ընդհանրապես, որովհետեւ լուր է ինքը չի խոսիր։ Դուրսնալ եթե դիդելիք չգա, էմային բես չէ, էման գխոսի ժամանակ կանցնե, գլուխ կուդե, թինան գնստի լուր, եւ գսե երբ պիտի հասնենք, իրեն գսեմ, եւ որ հասնենք պիտի գիտնանք։ Եվ որ օտոն շարենք կգիտնանք։ Աստծո հետ այդպես է, եւ որ խոստումը առնես կգիտնաս որ արիր։ Անգե առաջ ժամանակը չէ բացատրություն ուզելու, որովհետեւ որ բացատրություն ուզելու գերտաս, թուն կգործընծնես խոստումին հավատալու անուշությունը, խոստումին հավատալու կարևորությունը, արժեքը։ Եկեք նայենք նաև Հոսեփի կյանքին։ Հոսեփ Ադանի մներ երազ տեսավ։ Երազի մեջ տեսավ, որ ինքը մեծ բիդելա եւ իր ընտանիքը հայրը մայրը բոլորը պիտի կան իրեն երկրպագություն պիտի ենեն։ Ադեր մեկնաբանությունը, որ հայրը դվավ։ Եվ այբանվեցավ ինքը։ Եղբայրները արդեն կնախանցեին իրեն, ավելի նախանցեցան, ավելի ադեցին, վրեժ լուծել ուզեցին, եւ ամիջապես չեմ կեր, եթե ինքը անցուց բավական օր այդ խոստումին ուրախությունը վայելելու, առաջին արիտին, երբ հայրը իրեն բարդականությամբ մղրգեց եղբայրներուն կով երթալու, եղբայրները իրեն բռնեցին, չրհոր նետեցին կուփին մեջ, վերջը տեսան մեգումը թելատրանքով եղբայրներեն, որ հարմար չէ, իրեն հանեցին եւ Եգիպտոս քերի ղրգեցին մատյանացիներու ցերկով։ Խոստումը առնել են յետք, ժամանակ չունեցավ խոստումին մասին անգամ մտածելու եւ վայելելու, արդեն չբացատրված գեդերը իրեն հանդիպեցան, չէ՞։ Ինք ինչ երավ, բադանի էր, քանի օքի բադանի ունին կոս, ձերքերը բարձրացեք բադանիներ, Ժորժն ալ բադանի է։ Բադանի էր, հորմեն բաժնվեցավ, իրեն ադողները եւ թշնամիները իր եղբայրներն էին, ինչ թյուրին էր Աստծոսել, ամեն տուն ես բաճարը, եթե այս խոստումը չի դայիր, իմ մեջս չտեսնե իր շնորհքը, որ ես գրնամ եղբայրներս եւ ասկս ազատել Եգիպտոսի մեջ, ասպանը գլուխից պիտի չկար, ինքը այդպես չրավ։ Աստվածաշունչը գսե Աստծո հետ կգալեր եւ Աստվածալ իրեն հաջողություն կուտար ամեն տեղ։ Իրեն արին եւ ձախեցին իբրև ստրուկ քերի բեդապրեսի դանը մեջ աշխատելու, որովհետեւ Աստված իր հետն էր, ինք շնորհք կդավ, օդար թշնամի իր դիրոջը կով։ Եվ մարդը չեր գիտեր ինքը ինչ ուներ, ինչ չուներ, Հոսեփ գիտեր, որովհետև Աստծո հետ էր։ Որովհետև Աստծո հետ էր եւ Աստված իր հետն էր։
Սատանան բեդապրեսի գինը ղրգեց, որբեսի իրեն հետ հարաբերություն ունե, հետը բարգի։ Հոսեփը ասավ, ինչպես ես Աստծո առջև այդպես բանանեմ։ Բանտ նետեցին իրեն։ Բանդի մեջ շնորհք կդավ։ Բանդաբեդեն ավելի հանգիստ կյանք ուներ դերևս, Աստծո շնորհքով։ Բայց ինք վստահաբար ելնել գուզեր բանդեն։ Չէ՞։ Բանդեն ելնել գուզեր։ Երբ մատակարարողին եւ հացակորձին երազները պատմեց, առաջարկեց վերջը եւ ասավ, երբ դիրոջ արչեւ թակավորին արչեվել էս իշե ինձի, մորցավանի գայերեն, կարծեմ Աստված մորցուց իրեն։ Գիտեք ինչու, որովհետեւ Հոսեփ եթե բանդեն ելներ այդ օրը, ուր երթար, առաջին ֆլայթը դեպի բաբային կովներ։ Առաջին ֆլայթը դեպի իր հորը կով, Հակոբին կով, սովի մեջ։ Աստծո խոստումը հավատարմության, հավատքի հետ միասին իր նպատակին կհասնի։ Քո կյանքիդ մեջ նույնն է, բայց եթե Աստծո խոստումը խառնես, բացատրություններ ուզելով, համոզվելով իրեն հետ քալելու, չի հասնի իր նպատակին։ Գիտեք, որուն կնմանի 40 տարի անապատի մեջ բդդող Իսրայելի ժողովրդին կնմանի։ Մեկ թաղեն գելլե իրենց մյուս թաղեն կմտցնե, անապատին բոլոր թաղերը ճամփորդեցին։ Աս թաղեն մենք եկած չենք, աս լերը չդեսանք մենք, աս ժայռը չդեսանք մենք, դեսար։ Դեր շարունակե զզվեցնել Աստծո։ Անապատին չես ելներ։ Շատ մահվատացյալներ կան անապատի մեջ կաբրին։ Անապատի մեջ կաբրին։ Ժխտական անապատի մեջ կաբրին, խոստում են զրկված վիճակ։ Խոստումը սիրելիներ, երբ գարնենք, դարբեր է։ Դեր երբ ինձի եկավ եւ խոստացավ եւ ինձի 30 տարի առաջ 94 թվականին ասավ քեզի մեծ հարստություն բիտնամ։ Առաջին միտքը որ ունեի հարստության նյութական դրամներ, որովհետեւ հավատացյալ չէի գիտեր հոգեվոր հարստությունը ինչ է։ Դեսեմ ինձի բնավ բացատրություն չդվավ, խապեց ինձի։ Բայց ես իր դրամին համար իրեն հետ չհետևեցա։ Խոսողին հանդիպիլ ուզեցի, որովհետև սիրտս վարեց։ Եվ անորամար ամեն ինչ ցկեցի։ Հետևաբար Աստված խոստում գուտա եւ ոչ թե բացատրություններ։ Թուն հավատքի կյանքդ ամեն օր ինչ է գախյալ գաբրիս։ Եթե իր քեզի դված խոստումը գրնես ամեն օր, էր ինձ այսպես ասավ, դու մարդը գլաս։ Եթե գա սատանամը, որ այդ իրականությունը փոխե, թողամարցի։ Բայց եթե դու նսես դեր ինձի խոստումը վերը եւ ամբողջ օրը սպաղվիս բացատրություններ փնտրելով անոնց համացան դրդունջ ընելու, թուն սատանային ցերքի մեջ խալիկ կլաս։ Որովհետեւ օր մնալ պիտի չճանչնաս Աստծո քեզի խոստումին արժեքը, պիտի չճանչնաս։ Սկուշ բոլորս ալ գիտենք, ես ալ դու գալ Աստծո դված խոստումները ինչքան կհալածվին մեր մեջը։ Կանոքի համաձայն եդս, ինչքան կհալածվին մեր մեջը։ Ինչքան կհասնենք դեղեր, որ ձայր հասա, պիտի վազանցին, պիտի հրաժարիմ աս խոսում եմ, վստահ եղա, որ պիտի չլայեմ կյանքիս մեջ։ Կանոքի հասեր այդպես, պիտի չլա վերջ։ Սատանային գործն է ադիգա, դու չես տեսներ իրեն։ Բայց միայն մեկ հոգի գա, որ գուզե որ դու Աստծո ջամփեն հերու ապրիս։ Քու ծառդ Աստծո ջամփային հերու դնգես։ Որբեսի քու ծառդ բդուկ չփերե։ Մոսես քեզի ղրգեմ Մոսես կնա իմ ժողովուրդս փարավոնին ցերքեն ազատե Մոսեսը ասավ դեր են վազանցիր, ասի ինչ բան գլուխիս պատտեցիր։ Ես ոչ խոսիլ գիտեմ, ոչ ուժ ունիմ, ոչ փարավոնին չափեմ, ինչպես պիտի ենեմ աս բաները։ Դերը իրեն ասավ
Ելք 3:8 եւ զանոնք Եգիպտացիներուն ցերկեն ազատելու եւ զանոնք այն երկրին աղեկ եւ լայնարձակ երկիր մտանելու եկա։ Ուստի եգուր քեզ փարավոնին գրգեմ։ Խոստում։ Իրականությունը հետեւյալն էր։ Առաջին հանդիպումը, որ փարավոնին հետ ունեցավ իսրայելացիներուն համար, փարավոնը այլևս որոշեց, որ իսրայելացիներուն երկու անգամ ավելի պիտի աշխատցնե եւ իրենց օրավարձը պիտի չդա եւ անոր վրա գերագուրնալ հարթը որ գուդար որբեսի իրենք անգե հաց ընեն կամ գերագուր ունեն եւ ուդենադալ պիտի չդա կացեք գլուխնից ջարին նայեցեք Աստված բաշխելու վիդեր տակ կացեք ժողովուրդը կասկածելու սկսավ Մովսեսին հազիվ արդեն համոզված էր եւ սա դու մեզի ինչ էր Մովսեսին ուղակի Մովսես Աստծո արչեւ գնաց հարց տվավ դերոջ դեր ինչ եղավ ինչու այսպես եղավ Դեր իրեն սավ սպասը նայր ես ինչ պիտենեմ Դուն իմ ասածները սրե չշեղիս բադահացներեն մի դարվիր մի ազդվիր բռնված մնա իմ ասածիս դեցեք ես գիտեմ ինչ ասել է խռոված ժամանակ շփոթած ժամանակ ջնշումի ժամանակ փնդրել Աստծո քեզի դված խոստումը անոր մեջ նստելու սկաս որ ասե որ պիտելա ինչքան դժվար գլա Կանոքի ունեցեր այդ մեկը, գիտես Աստված ինչը շատ է, գուզես Աստծո ասածին մեջ նստիլ, բայց կսկաս որ չեմ գտներ գոր այդ տեղը, եւ այդ տեղը մեջը դե դու քանի անգամ կացեր ես, շատ անգամ հոն գտնված ես, բայց ինչ կլա, կփնդրես, GPS-ը freeze գլա, դեղը մեջ ես ասնիր Բայց Մովսես լման ծրագիր չէր ստացած Եթե գուզեր խոստումին հասնիլ խոստացողին պետք է վստահեր անցուտ հարցեն պետք չէ աստվեր Եթե ես եւ դու գուզենք մինչեւ 2030 Միջին արևելքի մեջ հարոսը լալ Աստծո թակավորության մենք դեպի խոստում պիտի երթանք խոստացողին բռնվելով եւ ոչ թե անցուտ հարցին հետևելով դարվելով սատանային ցերկի մեջ խալի կլալով Սատանան շատ գուրախանա եթե տնական չտաս դրամապանական բաներու որոնք քեզ պիտի շեղեն խոստում են Մովսես միշտ գոչրած է իր բացության մեջ եթե գարտակ որ Աստծո վստահին վերջ Որտե ուրիշ բան չէր գիտեր Դավիթ գանչվեցավ եղբայրներուն մեջ են որբեսի թակավոր օծվի Սամվելը սավ Եթե այդ բզդիկ դղատ չկա, մենք այսօր գերագուր չենք ուդեր։ Հայրը հիշեց, որ զավակ ուներ ոչխարներուն ետևը։ Կանչեցին Դավիթ թագավոր օծվեցավ։ Բայց թագավոր օծվել են 15 տարի վերջ մոդարավես գրծավ իրեն խոստացված քահանստիլ։ Գիտեք, այդ 10-15 տարին ինքը անաբատներում մեջ Կարայրներում մեջ փախստական գլուխը տնելիք դեղ չուներ մեմը գինը զավակները փախցուցին քերի արին մեմը իրեն հետ ծառայողները իրեն հանդիպ դժվարություն դվին իրեն թավաճանեցին լեցուն բաներ ունեցավ Եթե այս մարդոց բաղմություններուն նայինք սիրելիներ հարց կուտանք Աստծո չհարցուցիր թուն օրմը որտեր թուն ինձի թակավորություն խոստացար կեդին սրբվել են զատ պամուչունիմ հավատքը չի ցկեր այդ հարցումը հարցնե Քույալ հավատքը չի ցկեր հարցնես Մարդիկ որոնք դրդուն չկնեն իրենց հետ երբ խոսիմ իրենց հավատքին հարցումին դանիմն է կսեն չէ իմ հավատքովս այդ մեկ ես չեմ ասեր
Հավատքդ չարդոներ, որ այդպես հարցում հարցնես, որովհետև հավատքիդ մեջ պատասխանը գա։ Հավատքիդ մեջ ապրումը գա։ Հավատքիդ մեջ զորությունը գա, քեզի գեցած տեղիդ մեջ ամրապնդելու համար։ Բայց ագանչդ չորս կողմի բաներեն Աստված, կյանքի պայմաններեն Աստված է, որ քեզ գթրթե սատանային ջամփով նայիս, ցևով նայիս Աստծո խոստումին եւ ուսախապլաս։ Աստված չբացատրեց ինչու ուշացավ։ Աստված չբացատրեց ինչու իրեն այդ այս բաները կբադահեր։ Աստված ուզեց, որովհետև Աստված հավատքի սերունդ կշինե ժողովուրդ։ Քանի հոգի է դսե։ Աստված հավատքի սերունդ կշինե, կովինի դսե Աստված հավատքի սերունդ կշինե։ Ասալ իմ բարերս են հիմա իրարու ուսեք։ Աստված նազիկներ չի շիներ։ Նազիկ հավատացյալներ չի շիներ։ Աստված գուզե, որ իրեն այդ կալող մարդիկը ականչնին, սրդերնին իրեն դվածը լան։ Աստված գիտե ինչ կբադահի մեր առօրյայի մեջ։ Եվ գիտեք գեղեցիկը ինչ է, խոստումնալին ինչ է։ Աստված գիտե, որ եթե դու հավատքով բռնված քալես, ոչ միայն քեզի հանդիպած դժվարությունները, անոր նման միլիոն հատ մնալ կան է, ուժը ունիս հաղթելու։ Եվ Աստված քեզի չի հանցներ քու դգարությանդ, քեզի հանցնե քու զորությանդ, քեզի գմղե քու զորությանդ մեջ բարձրանաս, որտեղ գսիրե քեզ, որտեղ գհարքե ու գբատվե քու կարողություններդ։ Ամեն համար դու չես կրնար նայել բացատրություններ փնտրել։ Դու պետք ունիս խոստումին յետևեն քալել։ Մեկ հատ խոստում արգյանքիդ մեջ Աստծո։ Մեկ անգամ։ Եվ համար եղիր բոլոր կյանքի պայմաններում մեջ այդ խոստումը սիրտիդ մեջ պահե եւ կյանքդ այդ խոստումով մղե։ Դու տրակտորի պես կլաս, որ քեդինները գփորե։ Շատ բաներ կրնան բադահիլ, բայց ոչ մեկ բան պիտի կարենա քեզի քեդին զարնել։ Գարելի չէ Աստծո հետ բարդություն ունենաս։ Գարելի չէ Աստծո հետ կալած ադենդ բարդություն ունենաս։ Գարելի չէ։ Չի գնարելալ։ Քիչ առաջ եբրայեցիները գարտացինք, մեջը գսե Աստված հավատարիմ է իր խոստումին։ Եվ հաղթած է։ Մարիամ խոստումը ստացավ Աստծո որդին պիտի ծնիս։ Կոնե այդ խեղճ բադանին ըսվեր։ Նաև որոշում ար, եթե դու Աստծո որդին պիտի ծնիս, ընտանիքեդ հրյաներեն, կրոնականներեն, կարերը ցերկերնին, անարկանք, քեզի պիտի տուն, բորնիկ ես, քեզի պիտի տուն, ով գիտե ինչ մեղքի մեջ ինգար, որպես այս բզդիկը պիտի ասեն չսավ։ Աստծո որդին պիտի ծնիս, big title, հարուստ title։ Ինք ինչ ասավ, Հագարակ քահանայապետ Զաքարիային, ես Աստծո աղախինն եմ։ Չեմ գիտեր ինչ պիտի անցնի, ինչ պիտի լա։ Բայց ես պատրաստ եմ։ Բղացավ։ Եվ երբ դժվարությունները եկան, իր հավատքով թեմ դրավ։ Բողոսին դարձեն հետո իրեն ասավ Սուրբ Հոգիով պիտի լեցվիս։ Հեթանոսներուն առաքյալը պիտի ելլաս։ Ձեզ փանդարգություն, նավապետություն, անօթություն, ամբողջ կյանքին ընթացքին, մինչև գլուխին գոդրվիլը։ Բացատրություն չկար։ Բայց Բողոսին գոչումը իր դեղը հասավ անցավալ։ Որ մեկուն գնայիս տուն,
քու գոչումդ որ մեկուն վրա հիմնած ես։ Բողոսին գոչումը հասավ, ավետարան գրողներեն ավելի գրեց, Հիսուսի հետ գալող առաքյալներեն ավելի մարդոց հանդիպեցավ, վայրակ, հեթանոս, անգրոն եւ դարձի բերավ։ Աստված իրեն ադիկա ասավ։ Ավելի կան Աստծո որդին Հիսուսը թաքեն առաջ խաչ ելավ։ Աշակերտներուն հետ խոսածադենը ասավ, դուք որ ինձի հետ էիք ամեն օր իմ փորձություններուս ժամանակ, ամեն օր փորձված ադենները, աշակերտները իր հետ էին։ Դուք հետս էիք։ Ամեն օր կփորձվեր Մարգարեություններու մեջ կգարտանք անոր երեսին նայելու վիճակ չկար։ Բայց ամբողջ մարդկությունը ազատեց։ Աստծո ցևը կտեսնեք ժողովուրդ։ Բիդի խնդրեմ համեմատեք փախտadություն ունեք ձեր ցևին հետ։ Ձեր ցևին հետ։ Արդյոք Ձեր ցևը ձեզ ավելի սատանային քերի դարձնող ցևն է, խոստում ունենալով, հավատացյալ լալով։ Տերևս քու զզվացությունը ցևիդ մեջն է։ Տերևս չես հասկացած Աստծո հետ ինչպես պետք է կալել։ Տերևս սխալ ըմբռնած ես, տերևս եսը, տերևս հանգիստ փնտրելդ, տերևս չեմ կեր մարդկային մեկ բանդ ինչքանալ զարդարված եւ մաքուր բարի անուններով դաս դերևս այդ ցևը դե որ քեզի անհանգիստ կբահե Եկուր այսօր Աստծո դարձիր Աստծո խոստումին բռնվե Ես լավ գիտեմ դերևս օրական Աստծո խոստումը ինչքան շուտ կրնա գործվել աչքի դարչևեն նսկացումներուդ մեջ են Մեկ սխալ դարձվածք, մեկ սխալ միտք, մեկ սխալ համոզում, փնդրե գրնասն է կդիր։ Փնդրե գրնասն է կդիր։ Համ մեկս ես հիմա պամություն էի, գիշերը բարգեցա ամեն ինչ լավ էր, լավ խոսեցանք, լավ աղոտեցինք, լավ հոգեվիճակ կար այնքան, որ արջևս գտեսնեի դիրոջ ներկայությունը հոգիով։ Ինչ եղավ հիմա, պամը չրի, կորսվեցավ։ Եկ այսօր միասին ադորամար ոտքի գենանք սիրելիներ։ Ոտքի գենանք մեր ճամփան շտկելու։ Մենք խոստումի դեր մարդիկ ենք, խոստացողին կհետևինք, ոչ թե խոստացողին հետևելու պայմանս բացատրություն է։ Եվ ինչքան զրկված եմ մինչև այսօր բացատրություններ ուզելուս պատճառով։ Կանոքի գրնա համացայնը լալ քաղապարին, որ ինք ինչքան զրկված է, որովհետև բացատրություն գուզե, կանոքի գրնա այսպես բացատրություն,